մինչև ստորագրվել է մի վարկային համաձայնագիր 96.4 միլիոն դոլար արժեքով, որի բայց ես համաձայնագրի մասին նախ եւ առաջ չեմ ուզում խոսեմ, ես ուզում խոսեմ այս համաձայնագրի նախորդ ծրագրի մասին, որը ամենալավ պատկերացումը կտա, թե մենք ինչ լավ գործ ենք հիմա անելու, եթե այս համաձայնագիրը հաստատենք։ Նախ նշեմ, որ այս համաձայնագրի անգլերեն անունը եւս TRIP է, եւ սա 2024 թվականից է բանակցել, եւ սա ավելի հին TRIP է, քան ավելի նոր եւ հայտնի TRIP-ը, եւ այս ծրագիրը ըստ էության այս ծրագրի նախորդ մեր ծրագիրը LIDP-ին, որպեսզի նկարագրեմ ինչ է, այսօր ինչ տեսքով որ տեսնում եք Գորիսը, ինչ տեսքով որ տեսնում եք Գառնին, ինչ տեսքով որ տեսնում եք Գյումրին կամ Դիլիջանը, դրանք 90+%-ով LIDP նախորդ ծրագրի արդյունքում է, այսինքն Գորիսի բոլոր ճանապարհները, որոնք որ սալիկապատված են, բոլոր տների արտաքին ֆասադները, որոնք որ գեղեցիկ զարդված են, կտուրները արված են, շատրվանները դրված են, Գյումրիի երկող շատրվանը, որը ավելի լավն է, քան Երևանի երկող շատրվանը, Գյումրիի սալիկապատ բոլոր փողոցները եւ ուրեմն Դիլիջանի ճանապարհները վերակառուցված, վերանորոգված կամ Գառնիում բոլոր աշխատանքները, ավտոկայանատեղի, ճանապարհներ, ասֆալտապատում, մայթեր եւ այլն, եւ իհարկե ելի շատ տեղերում աշխատանքներ, օրինակ Մարմաշեն վանական համալիրը նախկինում, որը անտերության էր մատնված բառից բուն իմաստով, այդ համալիր հնարավոր չէր մոտենալ, որովհետև չկար ճանապարհ եւ միայն թրթուրավոր տեխնիկայով էր երևի հնարավոր մոտենալ այդ վանական համալիրին, մենք ոչ միայն ճանապարհ են կառուցել այս ծրագրով դեպի վանական համալիր, ուրեմն վանական համալիրի կողքի տարածքը ամբողջովին վերածել ենք այգու, տեղադրել ենք նստարաններ, քայլուղիներ եւ իհարկե կառուցել ենք շատ գեղեցիկ քայլուղի, որը իջնում է դեպի ձորը, դեպի Գետաբերան, այսինքն հսկայական ներդրումներ են իրականացել եւ միայն չեն կարողացել օրինակ Մարմաշեն վանական համալիրի եկեղեցու հիմքերի վրա աշխատանք անել, որովհետեւ չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին փլուզվում է, որովհետեւ հիմքերը թացանում են եւ խնդիր կա, բայց մեզ չթույլատրվեց, որպեսզի այդտեղ նույնպես աշխատանք իրականացնեն, որպեսզի եկեղեցին չփլուզվի, այս այնուամենայնիվ այն ինչը եկեղեցուց դուրս էր եւ մեր հնարավորության դաշտում էր, մենք վերակառուցել ենք, գեղեցկացրել ենք, որպեսզի մեր վանական համալիրները մնան որպես պատմամշակութային թանգարաններ եւ արևի տակ եւ անձրևի մնացածի արդյունքում ուրեմն չենթարկվեն այն նույն կոռոզիային ու քայքայմանը, ինչը դարեր շարունակ տեղի էր ունեցել եւ իհարկե դառնան մեր ներքին եւ ներգնա արտերսից եկող զբոսաշրջիկների համար շատ լավ այցելավայրեր։ Հսկայական աշխատանք ենք իրականացրել նախորդ ծրագրով Ջերմուկում, Ջերմուկի այգին, քայլուղիները, այնտեղ մի շատ գեղեցիկ ճանապարհ կա, երբ որ իջնում ենք դեպի Գնդեվազ քայլուղի, ուրեմն կա, որ եկեղեցին այս ծրագրով է արվել եւ ինչի համար եմ այսքանը պատմում։ Եթե ուզում ենք, որ Գյումրին դառնա ավելի լավը, եթե ուզում ենք, որ Դիլիջանը դառնա ավելի լավը, եթե ուզում ենք, որ Գորիսը դառնա ավելի լավը, եթե ուզում ենք Արենին դառնա Գորիսի, Գյումրու նման, եթե ուզում ենք Եղեգիսը դառնա եւ դառնա Արենին դառնա գինու կլաստեր, ինչպիսիք կան Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, եթե ուզում ենք Եղեգիսում ունենանք ագրո կլաստեր, եթե ուզում ենք ունենանք Դվին պատմամշակութային կլաստերը, որտեղ կլինի թանգարան, որտեղ կլինի ուրեմն միջավայր, որտեղ մեր պատմությանը զբոսաշրջիկները ծանոթ կլինեն, ապա բնականաբար պետք է այս ծրագրին կողմ քվեարկել, որտեղ այս ծրագրի նախորդ բաղադրիչը $50 միլիոն արժեքով հաջողությամբ իրականացրել ենք եւ հիմա ակնկալում ենք, որ այս 96.5-ին գումարենք կառավարությունը եւս որոշակի ներդրում է անելու, հասնելու է ուրեմն 120 միլիոն եվրոյի եւ այդքան ներդրում ենք անելու եւ ուզում եմ նաեւ նշել, որ եթե ծրագրի միջոցով խնայողություններ ունենանք, ապա նախատեսում ենք նաեւ որոշակի աշխատանքներ Էջմիածնում, Ալավերդիում, Սևանում, Ապարանում, այսինքն այնտեղ որտեղ որ կհասցնենք, կա որոշակի պլաններ այս բային։ Թեևս այսքանը հարցերի դեպքում սիրով կպատասխանեմ։ Շնորհակալ եմ, հարցեր խնդրեմ զեկուցողին։
Համեցեք խնդրեմ պարոն Բագրատյան։ Շնորհակալություն պարոն Պապյան, ծրագիր ներկայացնելու համար կարևոր է նաև խնդրեի, որ նաև պայմանների մասին ասեք, ինչ պայմաններով ենք դա վերցնում, ինչ ժամանակով եւ ինչ տոկոսադրույքով, եւ նաև բնականաբար ինչ դուք նշեցիք, դրանք շատ կարևոր են մեր երկրի համար եւ այդ բոլոր ծրագրերը եթե մենք իրականացնենք եւ շարունակենք իրականացնել, իհարկե ամբողջովին նոր միջավայր ենք ստանալու եւ այդտեղ ուղղակի քանի որ մենք գործենք ունենում այդ իմաստով այս սպարկային ծրագիրը պատմամշակութային արժեքներին է շատ ուղղված։ Այդտեղ նույնպես մենք նախագծային նախաշվային աշխատանքները պետք է շատ ճիշտ կազմակերպենք, որ եւ շինարարության ընթացքում անընդհատ մեր վերահսկողության տակ լինի, որպեսզի ստանանք այն արդյունքը, ինչ նախատեսվենք, ինչին արժանի է մեր ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, շնորհակալություն։ Նախ նշեմ, որ վարկի տոկոսադրույքը լողացող է, 6 ամսյա եվրոբոր գումարած լողացող սպրեդ մոտավորապես 3% է այս պահին գալիս։ Պարտավորության վճարը տարեկան 0.25% դրույքաչափ, ուրեմն վարկի սպասարկման գծով վճարումները կատարում են կիսամյակով, վարկի ժամկետը 21 տարի, որից 9 տարին արտոնյալ, վարկի մարումները կատարվում են հավասարաչափ, առաջին մարումը 34 թվականից, վերջին մարումը 45 թվականին, վարկի սպասարկման մարման արժույթը եվրո, բայց վարկային ռիսկից խուսափելու համար կարող ենք մնացորդը նաև կոնվերտացիա անել այլ արժույթների եւ ուզում եմ, քանի որ դուք նաև այդ տարածաշրջանից եք, նաև նշեմ, որ հիմա օրինակ մենք ինչի ենք ուզում արենի կլաստեր ստեղծել, որովհետև աշխարհում գինու սպառումը մենք տեսնում ենք, որ նվազում է, դրա փոխարեն գինու զբոսաշրջությունը աճում է։ Հետևաբար պետության դերն է այդ առաջնորդությունը ստանձնել եւ ոչ թե մենք մի օր փաստի առաջ կանգնենք, այլ մի օր, երբ որ այդ փաստը արդեն շատ ավելի տեսանելի կլինի, մենք ունենանք զբոսաշրջային կլաստեր, իդեմս արենի, որտեղ գալիս են զբոսաշրջիկներ եւ մեկ բաժակ գինու համար վճարում են ավելի շատ, քան մեկ շիշ գինին է դարակաշարում դրված։ Մեկ արձագանք։ Այո, համամիտ եմ ձեզ հետ, պարոն Պապյան, կարևոր նաև ուղղություններ նշեցիք, իհարկե, տեսեք, օրինակ դուք կարևորեցիք, որ քանի որ գինու իրացումը այն ծավալների չի, որ մենք կանխատեսում ենք, ուրեմն պետք է այլ ընտրանքային հնարավորություններ ստեղծենք եւ ընձեռենք մեր գյուղացու, մեր արտադրողին, որպեսզի կարողանան ստանալ իրենց շահույթը եւ շարունակեն ներդնել այդ ոլորտի մեջ եւ այո, նշեցիք նաև Գիսի կլաստերի հետ կապված ագրոբիզնեսի իմաստով, որպեսզի զարգացնենք, սրանք կարևորագույն ուղղություններ են շատ եւ այդտեղ եթե մենք կարողանանք իսկապես նաև այն հայտնի ընկերություններին, որոնք աշխարհում հայտնի են բրենդային ընկերություններին այս ոլորտների, կարողանանք ինչ որ մասով մասնակից դարձնել, նաև համաֆինանսավորման հնարավորություն ստեղծել, տեղում նաև կարողանանք ասենք ինչպես ցավոք սրտի կիսատ մնաց, բայց Արենիում Թուֆենկյանի համալիրի կառուցումը շատ էական նշանակություն կարող է ունենալ զարգացման համար, կարծում եմ այդտեղ նույնպես լուծումներ կգտնեք, սա այս վերաբերյալ խնդրում եմ, եթե կա ինֆորմացիա, փոխանցեք հանրությանը, շնորհակալություն, պարոն Բագրատյան, դրա մասին ենք մտածել, մենք կունենանք նաև աջակցության ծրագրեր կլաստերային համակարգերում հյուրանոցային տնտեսությունների զարգացման համար, որովհետև մենք ոչ միայն ուզում ենք ստեղծենք ենթակառուցվածք, այսինքն ստեղծենք ճանապարհ, էլեկտրականություն, տանք, օրինակ մենք ինչ ենք պլանավորում անենք, այսօր Գյումրիի օրինակը բերեմ, Գյումրիում մենք ունենք հին կներեք 90-ականների սկզբին բնորոշ շուկա, այդ շուկան մենք պետք է քանդենք, գեղեցիկ արևելյան շուկա ստեղծենք, տաղավարներով, որպեսզի եւ վաճառողները իրենց աշխատանքից հաճույք ստանան, եւ գնորդները, եւ դա դառնա տուրիստի մի վայր, որ Գյումրի գնացողը ինքը ուզենա պարտադիր մտնի այդ շուկա եւ գնումներ կատարի, այսինքն մենք դա անելու ենք ու անհատույց տալու ենք մարդկանց եւ միջավայր ենք ստեղծելու, որը զբոսաշրջության համար կարեւոր է, բայց նաեւ այն մյուս կտորն էլ է կարեւոր եւ այո, այսօր Գորիսի բոլոր հյուրանոցները, Դիլիջանի հյուրանոցները, Գյումրիի հյուրանոցները ինչու են ձևավորվել, որովհետեւ կառավարությունը ներդրումներ արել եւ վստահ ենք, որ Արենիում էլ ու մյուս տեղերում էլ դա տեղի կունենա, Եղեգիսում ու մյուս տեղերում էլ, որովհետեւ եթե մենք պետությունը ներդրում է անում, դրա շուրջ նաեւ մասնավոր հատված ու արդեն մենք ունենք ազդակներ, շնորհակալություն։
Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, հարցերին պատասխանելու համար, հարցերս սպառվեցին։ Արագից զեկուցող ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյան, համեցեք, պարոն Գրիգորյան։ Հարգելի ազգային ժողովի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, իրապես այս համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, երբ որոշում է իր ներդրումը կատարել туrizմի զարգացման ոլորտում, չգիտեմ, օրինակ ուզում է հյուրանոց կամ հյուրատուն կառուցել, պետք է հիշի, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր կողքին է եւ իր աջակցությունն է հայտնում, որպեսզի туrizմը զարգանա, որպեսզի մարդը հյուրանոց կառուցում է, դրա կոմունիկացիաները, ճանապարհը եւ այլն, կառավարությունը կառուցի, որպեսզի իր բիզնեսը զարգանա եւ ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, այո, туrizմը գնալով պատիկներով ավելանալու է եւ կոչ եմ անում մեր հանրությանն ու հասարակությանը туrizմի մեջ իրապես ներդրում կատարել։ Ես ուզում եմ նաև այստեղից բոլորիդ խնդրել եւ ասել, որ եկեք մեկ անգամ գոնե Գեղարքունիքի մարզի Բերտունք համայնքում գտնվող Բերտունքի բերդը եւ եթե այնտեղ մարդիկ, եթե չլինեք այնտեղ շատ բան կորցրած կլինեք, եկեք տեսեք այդ հրաշքը։ Ուզում եմ ասել, նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, տրվել դրական եզրակացություն եւ կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարցերի համար հերթագրում։